Երևանի Հայբուսակ համալսարանը հատուկ հյուրեր ունի։ Իտալիայից եկած պատվիրակության հետ համատեղ նոր ծրագիր է կյանքի կոչվելու։ Երկու բուհերի միջև ակադեմիական գործակցության շրջանակում ստորագրվում է իրավաբանական համատեղ կրթություն մատուցելու հուշագիր։ Ակնկալվում է, որ սա երկու երկրների միջև գիտական և կրթական գործակցության նոր խթան կլինի։ Հայբուսակի ու Տերամոյի համալսարանի համատեղ ծրագիրը միտված է Հայաստանում իրավաբանական կրթության որակի բարելավմանը, ընդգրկելով հայ և իտալացի առաջատար մասնագետների։ Մեր համալսարանը սկսում է արդեն ծրագրային համատեղ աշխատանքներ եվրոպական ամենահայտնի համալսարաններից մեկի հետ, Իտալիայի Տերամո համալսարանի հետ։ Մենք շատ փորձել ենք տարբեր մասնագիտություններով գտնել նման գործընկերներ, աշխատել շատ տարբեր համալսարանների հետ, բայց մեզ այսօր բախտ վիճակվեց իրավագիտություն մասնագիտությամբ դա անել։ Մինչև այսօր մեր համալսարանում շեշտադրումը եղել է բժշկական մասնագիտության վրա, բժշկությունն է ավելի զարգացած եղել, տնտեսագիտությունն էլ ոչինչ։ Իմ կարծիքով մենք իրավագիտությունը մի քիչ աչքաթող էինք արել տարբեր պատճառներով։ Հիմա մեր համար դա շատ մեծ հնարավորություն է բացվում հենց իրականում մեր թույլ կողմերից մեկը զարգացնելու և ուժեղ կողմ դարձնելու համար։ Սա դժվար, պատասխանատու, բայց խոստումնալից է, ծրագիրը գնահատում է բուհի ռեկտորը։ Վստահ է, որ շուտով Հայբուսակը կրթական նոր ծրագրի մասին նոր կարևոր ասելիք կունենա։ Տերամոյի համալսարանի իրավաբանության ֆակուլտետի դեկան Էմանուելա Պիստոյան նկատում է, միջազգային քրեական քաղաքացիական իրավունքի ճյուղերը տարբեր երկրներում զարգանում են տարբեր ձևով, հաճախ մնալով տվյալ երկրի սահմաններում։ Գլոբալիզացիայի դարաշրջանում, երբ սահմաններն արագորեն մշուշվում են, մենք չենք կարող մնալ միայն ազգային իրավական դաշտի շրջանակում, ասաց Պիստոյան։ Երբեմն շատ բարդ է տեղական օրենքներից անդին գնալ, մասնագիտանալ և դա ուժեղ կողմի վերածել։ Մենք լիովին հասկանում ենք մարտահրավերները, բայց նաև ժամանակակից աշխարհում չենք կարող թույլ տալ, որ դա այդպես մնա։ Ահա թե ինչու Երևանի Հայբուսակ համալսարանի և Տերամոյի համալսարանի միջև գործակցության հուշագրի ստորագրումը ոչ միայն ձևականություն չէ, այլև կարևոր քայլ է փոխըմբռնման, ակադեմիական փոխանակման և համատեղ արդի լուծումներ որոնելու ուղղությամբ։ Թող այս հուշագիրը դառնա ոչ միայն փաստաթուղթ, այլև իրավական երկխոսության խորհրդանիշ։ Գործակցության շրջանակում Հայբուսակի ուսանողները 2 տարի կսովորեն Իտալիայի Տերանո համալսարանում, Տերանոյի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներն էլ նույն տևողությամբ Հայբուսակում։ Վճարն այդ ընթացքում նույնն է մնալու, իսկ կեցության հարցերը լուծելու է համալսարանը, մանրամասնեց Հայբուսակ համալսարանի իրավաբանության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Լիաննա Մալխասյանը։ Ուսուցումը տեղի ունենալու անգլերեն և իտալերեն լեզուներով։ Ծրագրի պայմաններից մեկն էր նաև, որ Հայբուսակ ընդունվող առաջի կուրսի ուսանողները պետք է պարտադիր ուսանեն իտալերեն լեզուն։ Մենք նաև ներդրել ենք ծրագիրը և դրա շրջանակներում համագործակցություն ենք հաստատել Հայաստանի Հանրապետությունում գտնվող Վենետիկի Սուրբ Ղազար ներկայացուցչության հետ և մասնագետների ներգրավել ենք հենց այդ կազմակերպությունից ու դասավանդողները տիրապետում են իտալերենին լիարժեք ձևով, նաև մասնագիտական առումով ու կարծում եմ մեր ուսանողները խնդիր չեն ունենա հետագայում ուսուցումը այնտեղ շարունակելու համար։ Տերամոյի համալսարանը եվրոպական տարբեր երկրների հետ է գործակցում։ Այժմ փորձում են ընդլայնել ակադեմիական կապերը Եվրոմիությունից դուրս էլ։ Սա իտալական համալսարանի առաջին նման ծրագիրն է։ Սա մեր առաջին փորձն է։ Մեկնարկում ենք կրկնակի դիպլոմի ծրագիր հայաստանյան բուհի հետ։ Հայաստանը կարևոր երկիր է Իտալիայի համար։ Ես ինքս շատ լավ ճանաչում եմ հայերի, որոնք Իտալիայի քաղաքացի են։ Լուրջ գիտելիքներ ունեմ հայերի մասին։ Իտալիայի հետ Հայաստանի կապերը շատ ամուր են, ու սա մեզ համար
նշանակալից քայլ է։ Տերամոն փոքր հարմարավետ քաղաք է Իտալիայի սրտում։ Հայ ուսանողները հնարավորություն կունենան 2 հետաքրքիր ու արդյունավետ կրթական տարի անցկացնել այնտեղ։ Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսանդրո Ֆերրանտիինը հուսով է, որ ակադեմիական նման ծրագրերը զարկ կտան ոլորտին։ Նախագծի մեթոդաբանությունը սովորելու, փորձառություն հավաքելու ավելի շատ հնարավորություններ է տալու։ Մենք պետք է նոր լուծումներ գտնենք։ Մենք 2 երկրներով գնահատում ենք կրթությունը։ Մենք հույս ունենք կերտել ավելի լավ հասարակություն։ Իտալական համալսարանի հետ համատեղ ծրագիրը միտված է ոչ միայն ամրապնդել ակադեմիական կապերը, այլև նոր դռներ բացել դեպի բարձրորակ կրթություն։ Աիդա Ավետիսյան, Գագիկ Սիմոնյան, Ռադիոլուր։